Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք տեղափոխվում ենք Թատեր աշխարհի եւ այսպես։ Գալիա Նովենց թատերական դպրոցի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին եւ 30-ին ժամը 19-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ Նյու Յորքաբնակ դերասանուհի Նորա Արմանին կներկայացնի Սամվել Մարտիրոսյանի «Բանալիներ» հավաքողը ներկայացման պրեմիերան։ Եվ այս առիթով ունեմ հրաշալի հյուրեր եւ այսպես տաղավարում են Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարի լույս, հեղինակ Սամվել Մարտիրոսյանը եւ գլխավոր դերակատար Նորա Արմանին։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում, որովհետև հրաշալի առիթով եք եկել, հրաշալի գաղափար է եւ ես հետաքրքիր է ինչ ծանոթացել եմ այս ամենին, ինչպես ծնվեց գաղափարը եւ ինչպես ստեղծվեց ձեր ստեղծագործական այս եռյակը։ Երևի դա ես պատասխանեմ այդ հարցին։ Ուրեմն գաղափարը ծնվեց մեր սահմանամերձ գոտու անհանգիստ վիճակից դեռ տարիներ առաջ, երբ կրակում էին դեռ, բայց ընդհանրապես մեր խոցելիության խնդիրը դրսից, ներսից անընդհատ ինձ հուզում էր եւ ես հասկացա, որ դա իր հետ բերում է ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեվոր բավականին մեծ վնասներ եւ այդ հոգեվոր վնասները ես փորձեցի արտահայտել եկեղեցու կառույցի միջոցով, որը ավերակ վիճակում է, գտնվում է սահմանամերձ զոնայում, գոտում, եւ այնտեղ ապրում է մի կույր կին եկեղեցու մերձակատարածքում, եւ ինքը անընդհատ փորձում է այդ եկեղեցու գոնե սյուները ու նրա բարավորը պահպանել, որովհետեւ դրանք են մնացել այդ ավերակի մեջ միակ կանգունը, բայց բարավորը պարզվում է, որ սովորական չէ, այլ նրա տակ սյուների հատվածում, հատման վայրում իր մեջ պահում է 12 բանալի։ Այդ բանալիները էլի սովորական չեն, որովհետև դրանք արտահայտում են հայոց աշխարհները բոլոր, 12 աշխարհները պատմական ժամանակաշրջանի։ Ու կինը, որը կույր է, եւ պարզվում է, որ բոլորի Հա, մոտարապես, ես չբացեմ մի խոսքով, չբացեմ, մի խոսքով այս կնոջ վերաբերմունքն է ավերակների նկատմամբ, ավերակները խնամելու հարցով եւ նրա նկատմամբ վերաբերմունքը հնությունների նկատմամբ ունեցած հետաքրքրություն ունեցող գողերի հարաբերության մասին է, որն ավարտվում է որոշակի ձևով։ Էլի պատմեցի, պարոն Ղազանչյան։ Սխալ պատմեցի, ներկայացման մեջ բավական այլ տեսակ է եւ դու անակնկալի ես գալու։ Հա, աշխատի երկու բառով ասես ու ինձ պարոն Ղազանչյանը ուրեմն չի թողել որևէ փորձի ներկայանալ ու ինձ համար անակնկալ է պատրաստել ներկայացումը որպես այդպեսին ու ես էլ բնականաբար իմ գրածի տարածքում եմ ամեն ինչ ներկայացնում, բայց դա պարզվում է, որ բեմադրության հետ որոշակի տարբերություններ կարող է առաջացնել, բնական է։ Ռեժիսորը իր ընթերցումն ունի, ես իմ մոտեցումն ու հայեցակարգն ունեմ։ Իսկ պիեսը ինչով գրավեց, որ որոշեցիք բեմականացնել այն։ Ինչ գրավեց նրանով, ինչը ես խաղել հանել եմ պիեսի միջից, իմ ջայլոց ասեմ, երբ որ դες պիեսի նայում եմ որպես գրական գործ, օրինակ մեր իմ ուսուցիչ ինձ սովորեցրել է ընդհանրապես, երբ որ մենք մեծ վեպեր ենթադրենք ուզենանք բեմականացնել կամ վիպակներ, ինքը ասում էր գտեք ամենա ձեզ հուզող գիծը, գուցե դա լինի ոչ գլխավոր հերոսը, գուցե դա լինի երկրորդական մի կերպար, որ ընթերցելիս առանձնապես ուշադրություն չես դարձնում, բայց հետո որ չխորանում ես, պարզվում է, որ շատ դրամատիկ կենսագրություն է եւ արժի այդ մասին խոսել եւ դա ասելիք ունի իր մեջ։ Դու այստեղ էլ գրական գործից իհարկե որոշ բայր տեքստի առումով կա, բայց իրադրության առումով մի փոքր այլ է։ Դրա համար ես երբեք չեմ սիրել, որ սյուժեն կամ ներկայացման սյուժե կամ պիեսի սյուժե պատմվել է ժամանակից առաջ։
Գրավեց այդ կնոջ կերպարով շատ հետարքիր կերպարեր, ընդհանրապես պատմություն հետարքիր էր, որովհետև այդ կնոջ հաղորդակցումը եկեղեցու հետ, կնոջ առնչությունը եկեղեցու հետևաբար եւ հավատի հետ, հետևաբար եւ ազգային շատ կարևոր նորմերի հետ, որոնք ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ մենք կորցնում ենք կամ մոռանում ենք եւ այս առումով ինձ հետարքիր թվաց մանավանդ երբ որ այդ միտքը Սամվելը տվեց որ Նորան կարող է խաղալ Նորայի հետ ես աշխատել էի արդեն Mercedes-ով 10 տարի առաջ մենք արել ենք ներկայացում միասին եւ ինձ հետարքիր թվաց այդ գաղափարը եւ ես ուղարկեցի Նորային պիեսը այդպես սկսվեց մեր համատեղ աշխատանքը։ Բնականաբար պիեսը չի ձևափոխվել, բայց բնականաբար կրճատումներ կան, ինչ-որ աշխատանքներ, դե ռեժիսուրան մնում է ռեժիսուրա, այստեղ Ես էլ ավելացնում չես կարող։ Ահա, ես պիեսը գրել եմ որպես գրական գործ, գրականության ժանրերից մեկն է դրամատուրգիան, ես այդպիսին եմ գրել ու ցանկացած ընթերցող կարող է մեկնաբանել ընթերցել այդ գործը ըստ իր հայեցակարգի, ըստ իր տեսադաշտի ու ես դրան լրիվ համաձայն եմ նաև բեմադրության պարագայում։ Հիմա խոսենք ձեր կերպարի մասին եւ ներկայացման ընթացքը ձեզ համար ավելի հեշտ է անցնում կան բարդություններ։ Բարդություն չէ, այսին բարդությունը սելով միշտ երբ որ նոր ներկայացում ես պատրաստում, աշխատանքային ժամանակաշրջան մգա, որը պետք է անցնել, բայց շատ հեշտությամբ անցանք այդ, մենք 2 մասով արեցինք փորձերը, որովհետև երբ որ սեպտեմբեր-օկտեմբերին այստեղ էի, արդեն սկսանք որոշ չափով աշխատել ներկայացման վրա, հետո ես գնացի եւ հավասիկ որ վերադարձած եմ եւ էլի աշխատեցինք, այդ առումով շատ հետաքրքրական է ինձ համար Պարոն Ղազանջյանի հետ դարձյալ աշխատել, որովհետև ինչպես սավ մենք արդեն աշխատել ենք բայց բոլորովին ուրիշ նյութ, բոլորովին ուրիշ տեսակ դրվածքի մեջ եւ այս անգամ ահավասիկ որ այդ չեմ ուզում էլի պատմել ամբողջությունը գգան գտեսնեն ժողովուրդը եւ շատ հետաքրքրական աշխատանք է կատարվել Քանի որ պիեսը շատ այսպես խորհրդանշական բովանդակություն ունի, այն մեր հիշողության, պատմական ժառանգության, կորստի մասին է, կա ինչ-որ բան, որ հատուկ գծով շեշտել եք պիեսը ներկայացում դարձնելիս, հատուկ մեսիջ, որ կուզեք հենց դա հանդիսատեսին հասնի։ Դե կա, բայց էլի չէի ուզենա ասել, բնականաբար կա յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստի պետք է իր ասելիքն ունենա։ Թատրոն է, կինո է, կերպարվեստ է, ինչ առանց ասելիքի ոչինչ չի լինում։ Իհարկե կա, եթե մեկ բառով ասենք, վերջում մի փոքր ինտերակտիվություն է մտնում եւ որոշակի պրոտեստ կա հերոսու կողմից մեղադրանքի հասնող, իր կողմից մեղադրանքի հասնող այդ պորտքումը կա, տեսնենք, ավելին չեմ ուզում ասել, որովհետև ինչ էլ ասես չես ասի են, ինչ որ կա պետք է գալ եւ տեսնել ներկայացումը։ Եթե տարընթերցումները չլինեին, Շեքսպիրն անգամ այսքան երկար 400 տարի չէր ապրի։ Այո։ Տարընթերցումները հենց դրա համար են այսօրվա պիես լինի, թե երեկվա պիես լինի, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի երևակայել, իր մտքում կառուցել այդ բեմադրությունը իր ձևով։ Սա է ճիշտը։ Թատրոնը հենց սա է, բեմադրությունը դա է։ Հետո մենք մեր ասելիքը, որ ներկայացնում ենք, գրողը իրը, ռեժիսորը իրը, դերասանն էլ իր մարմինն ու ձայնը դրամատրում է, որ այդ ասվածը, քրվածը տեղ հասնի։ Բայց վերջում ժողովրդին կմնա, թե ինչ կընկալ է, թե մեր ասածից որքանը կպահե եւ դա այդ զգացածը կամ լսածը կամ տեսածը
ինչքանով իրա վրա ազդեցություն կունենա եւ որքանով իրա ճանապարհը գշեղի կամ չշեղեր։ Էտա հարցականը, որը միայն կտեսնենք, երբ որ ժողովրդի հետ արդեն գործակցենք։ Իսկ ձեր կապը կերպարի հետ։ Հետաքրքիր հարցում է։ Իմ կապը կերպարի հետ որպես հայ գին, բայց այդտեղ էլ վերջանում է, որովհետև շատ հետաքրքրական մոդեցումներ կան թատերական վարժությունների հետ, որ դու կերպարին մոդ ես, թե հերու ես, եւ եթե հերու ես, ինչն է քո դարբերությունը քո անձնական անձի եւ կերպարի հետ։ Օրինակ, առաջին մեկ ֆիզիկական դարբերությունը այն է, որ կերպարը գույր է եւ ես ոչ։ Կարող է խաղապարով գույրը լամ որոշ հարցերի շուրջ, բայց գույրը շատ ավելի խորն է տեսնում եւ թափանցում եւ զգում, եւ այդ կետից արդեն շեղվում են կամ մոդենում են կամ հեռանում են, բայց այդ գնոջ հուզումը եւ մտահոգությունները մեր դաջարի մշակույթի եւ փլուզման եւ այդ բոլոր հարցերի շուրջ, որը արձածվում են պիեսի ընթացքում, ես անշուշտ որպես դերասան անհատ Նորա Արմանի բոլորովին գիսում եմ։ Շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ցավոք մեր եթերաժամը սահմանափակ է, ես ներկայացմանը մաղթում եմ մեծ հաջողություններ եւ հուսով եմ այն բոլոր ակնկալիքները ու սպասելիքները, որ ունեք, կրկնակի եռակի անգամով կստանաք։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ հրավիրում ենք։ Սիրով, շնորհակալ եմ շատ, որովհետեւ ինձ շատ հետաքրքիր է հատկապես։ Համեցեք։ Երբ պատմեցիք մի փոքր եւ դուք էլ ասացիք, որ տենց չի։ Հիմա պետք է ինտրիգան ավելի մեծ է։ Ինտրիգա առաջացավ արդեն։ տեսնեք թե ինչքանով այո։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ նոյեմբերի 29-ին եւ 30-ին ժամը 19-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ Նյու Յորքաբնակ դերասանուհի Նորա Արմանին կներկայացնի Սամվել Մարտիրոսյանի «Բանալիներ» հավաքողը ներկայացման պրեմիերան։ Մուտքն ազատ է, բայց պետք է գրանցվել նախապես, որպեսզի ձեր տեղերը ամրագրեք։ Հրաշալի երեկո ունենալու լավագույն տարբերակն է։ Հիմա մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։